Արցախի հանրապետության ազգային ժողովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու դատավարությունները։ Մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադառնալու համար, ասված է ազգային ժողովի հայտարարության մեջ։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվեց։ Վերաքննիչ դատարանը այսօր Սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով։ Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Ներկայացվել են Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաև ազատություն զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստեր եւ փաստարկներ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նա պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 1 միլիոն դրամ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Արման Սարոյանի օրինակը վարակել է կարգալույց Ստեփան Ասատրյանին եւ Արամայիս Թախմազյանին։ Նրանք եւս դիմել են դատարան, վիճարկելով իրենց կարգալույցության մասին հայրապետական տնօրինությունը։ Ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգելու համար ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է քննչական կոմիտեից։ Համեմատության համար նշենք, որ բանտային կալանքի տակ են պահվում իշխանություններին քննադատող սրբազաններն ու հանրային գործիչները։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Արտուր Աղաբեկյանից օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ եւ շարժական գույքեր, դրամական միջոցներ 8 միլիոն դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը հայցը վարույթ է ընդունել։ ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի բացառել իր կալանավորումը։ Նման հայտարարություն նա արել է լրագրողների հարցին ի պատասխան ու ավելացրել. այսօր ԿՊ-ում կան մարդիկ, ովքեր հեղափոխության հետ կապ չեն ունեցել, անգամ դեմ են եղել հեղափոխությանը, կամ ընդհանրապես չեն մասնակցել, շեղվել են կամ հետագայում են միացել թիմին։ Մոսկվան պատրաստ է քննարկել Թրամփի ուղիղ նախագծում Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը։ Այս մասին Ռոսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։